Երբևէ մտածել եք, ինչ է իրենից ներկայացնում անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։ Ինչպես է խաթարվում ձեր անձնական կյանքի գաղտնիությունը։ Օրինակ, երբ փողոցում քայլելիս ձեր լուսանկարները հրապարակվում են, կամ երբ ձեր նամակագրություններն են դառնում հանրային։ Երբևէ ձեզ հարց տվել եք, ինչպես բնութագրել անձնական կյանքի գաղտնիություն։ Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք այն մասին, թե ինչ է իրենից ենթադրում անձնական կյանքի գաղտնիությունը, եւ արդյոք փողոցում քայլելիս ձեր նկարը հրապարակելը խախտում է այն։ Ինչ իրավական մեխանիզմներ կան եւ գործնական քայլեր, որոնք կարող են պաշտպանել ձեզ, որպեսզի ձեր անձնական կյանքը մնա ձերը։ Եվ այսպես, նախքան այս ամենին անցնելը, խնդրում եմ, բաժանորդագրվեք իմ ալիքին եւ սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի առաջինը տեղեկանաք այն բոլոր թարմացումների մասին, որոնք կտեղադրվեն առաջիկայում։ Եվ այսպես, անձնական կյանք ասելով ինչ ենք հասկանում։ Միթե սա այն թյուրընկալման շրջանակներում է միայն, որ անձնական կյանք դիտարկվում է միայն 4 պատերից ներս հատվածը։ Իրականում ոչ, անձնական կյանքի գաղտնիությունը շատ ավելի լայն հասկացություն է եւ կարող է բացատրվել ձեր այն գիծը, սահմանը, որը դուք գծում եք ձեր շուրջ, որը թույլատրելի եւ տեսանելի է։ Անձնական կյանքի իրավունքի պաշտպանությունը ինքը միայն ձեր անձնական ինչ-որ նեղ գաղտնիքների պաշտպանության մասին չէ, այլ միջազգային ստանդարտների համաձայն կան 4 կատեգորիաներ, որոնք պաշտպանվում են։ Որոնք են դրանք։ Առաջինը դա անձնական կյանքի իրավունքն է, որը ներառում է ինչպես ձեր ֆիզիկական եւ հոգեբանական անկախության եւ անձեռնմխելիության հնարավորությունը, այնպես էլ ձեր բարի համբավի եւ պատվի պաշտպանությունը։ Երկրորդը ընտանեկան կյանքի գաղտնիությունը, որը ներառում է ձեր ընտանեկան հարաբերությունները եւ ինչը հատուկ կարեւոր է եւ առանձին կանդրադառնանք երեխաների հետ հարաբերակցությունը։ Ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այստեղ ձեր ընտանեկան հարաբերություններն են եւ ինչը շատ յուրահատուկ կարեւոր հանգամանք է, որին առանձին կանդրադառնանք երեխաների հետ շփման առանձնահատկությունները։ Երրորդ կատեգորիան դա ձեր բնակարանի, աշխատավայրի, ինչպես նաև մարդուրանքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով նաև մեքենայի անձեռնմխելիության իրավունքն է։ Սա այն հատվածն է, որտեղ կարող է տեղի ունենալ ձեր անձնական կյանքին վերաբերող զարգացումներ։ Օրինակ, այն ժամանակ, երբ տեսախցիկները նոր էին տեղադրվել, կար այսպիսի խնդիր, որ երևում էր ովքեր են նստած մեքենայում։ Եվ սա հենց խախտում էր անձնական կյանքի գաղտնիությունը, որովհետև միշտ չէ, որ գիտես, ում հետ է քո ընկերը մեքենայում։ Եվ դրա համար հիմա, երբ ստանում ենք տուգանքները, ապա փակված է եւ տեսանելի չէ, թե ով է ղեկին կամ ուղևորի նստատեղին նստած։ Չորրորդ կատեգորիան դա նամակագրության գաղտնիությունն է։ Եվ այստեղ նամակագրություն ասելով դա միայն թղթային նամակները չի ենթադրվում, այլ էլեկտրոնային նամակները, հեռախոսազանգերը, WhatsApp, Viber եւ մնացած բոլոր մեսեջները։ Եվ իհարկե, եթե այս հոլովակը դիտեք մինչև վերջ, ես կպատասխանեմ նաեւ այն հարցին, թե արդյոք ձեր գործատուն ցանկացած պահի իրավունք ունի կարդալու ձեր աշխատանքային մեյլերը եւ հաղորդագրությունները։ Եվ այսպես, վերադառնանք սկզբին։ Փորձենք ամփոփել ինչ է իրենց ներկայացնում անձնական կյանքը։ Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ միջազգային բոլոր ստանդարտների համաձայն անձնական կյանքը դա յուրաքանչյուր ոգի անձնական հարաբերությունների, պատվի եւ արժանապատվության պաշտպանության, անձնական կյանքի, նամակագրության, անձեռնմխելիության եւ բնակարանի պաշտպանության իրավունքն է, որը որոշ պարագաներում կարող է սահմանափակվել։ Սահմանափակման բոլոր դեպքերը պետք է լինեն օրենքի հիման վրա, այսինքն այդ կարգավորումը պետք է լինի նախատեսված օրենքով։ Մասնավորապես բոլորս էլ գիտենք, որ օրենսդրությունը թույլ է տալիս հեռախոսազանգերի վերահսկում, ճիշտ է։ Հետևաբար, կարելի է իրականացնել հեռախոսազանգի վերահսկում միայն այն դեպքերում, երբ դա նախատեսված է օրենքով, հետևաբար կա օրինակ դատարանի նաև որոշում դրա համար։ Հաջորդը, նման սահմանափակումը պետք է լինի իրավաչափ, այսինքն նպատակին համահունչ։ Երբ է տեղի ունենում որոշակի սահմանափակումներ, երբ դրանք նաև անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակություններում։ Օրինակ,
Հրապարակվել է որոշակի տեղեկություններ անձնական կյանքի մասին, որոնք սակայն մեծ ազդեցություն ունեն ընդհանուր հանրային շատ կարևոր հարցի լուծման համար։ Հետևաբար այս սահմանափակումները ևս պետք է լինեն օրենքով, անհրաժեշտ եւ ժողովրդավար հասարակությունում հասկանալի, ընդունելի։ Հիմա բերեք հասկանանք, ինչպես եւ ինչ իրավիճակներում է տեղի ունենում անձնական կյանքի խախտումը։ Օրինակ, եղել է իրավիճակ, երբ դուք գտնվեք խանութում եւ ձեզ տեսանկարահանեն, ձայնագրեն, որի մասին դուք տեղեկացված էլ չլինեք։ Կամ ինչ որ օգտահաշիվ բացվի ձեր լուսանկարով։ Կամ ձեր երեխայի նկարները ամբողջ համացանցով տարածված տեսնեք։ Սրանք բոլորը ձեր անձնական կյանքի խախտման ակտիվ դրսևորումներ են, որովհետև արգելվում է հատկապես երեխաների պարագայում, եւ սա օրենքը շատ խիստ է դիտարկում տարածել երեխաների լուսանկարները, եթե չկա վերջինիս ծնողի կամ օրինական ներկայացուցչի հստակ համաձայնությունը։ Բոլոր դեպքերում, եթե անգամ կա ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությունը, սակայն տարածվող նկարը ծաղրանքի կամ վատ վերաբերմունքի կարող է արժանացնել երեխային, ապա տվյալ համաձայնությունը ևս առ ոչինչ է եւ նման լուսանկարների հրապարակում չի թույլատրվում։ Եվս մեկ խիստ կարգավորում։ Չի թույլատրվում նաև հրապարակել այն երեխաների լուսանկարները, որոնք ենթարկվել են ինչ-որ վթարների, մարմնական վնասվածքներ են ստացել կամ կասկածվում են հանցագործությունների կատարման մեջ։ Սրանք այնպիսի լուսանկարներ են, որոնք կարող են խաթարել երեխայի հոգեկան առողջությունը կամ վերջիններիս թիրախավորել եւ դարձնել թիրախ ծաղրանքի համար։ Բոլոր այն իրավիճակներում, երբ տեղադրված են տեսանկարահանող սարքեր կամ ձայնագրող սարքեր, այդ մասին պետք է տեղեկացված լինեն նաև հաճախորդները։ Օրինակին բերած օրինակում ինչպես է տեղի ունենում խախտումը, եթե դուք մտնում եք խանութ եւ տեսնում եք այնտեղ, որ կա ցուցանակ, որ խանութի տարածքը վերահսկվում է տեսախցիկների միջոցով, ապա այստեղ խախտում այլևս չկա, որովհետև դուք տեղադրված եք նմանատիպ սարքերի առկայության մասին։ Իսկ այն իրավիճակներում, երբ ձեզ ձայնագրում են եւ այդ մասին դուք տեղեկացված չեք, ապա դա արդեն իսկ ձեր անձնական կյանքի միջամտություն է։ Սակայն այստեղ ևս օրենքը որոշակի վերապահումներ ունի։ Նման ձայնագրությունների թույլտվությունը առկա է մի քանի իրավիճակներում, երբ օրինակ այդպիսի ձայնագրությունը կարող է նպաստել առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, օրինակ ինչպիսիք են ընտանեկան բռնությունները, դա մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով է գալիս, կամ եթե դրանով ապացուցվում է որոշակի հանցագործություններ, որոնց մասին այլ ճանապարհով հնարավոր չէ ստանալ տեղեկատվությունը։ Մի կարևոր տարբերության մասին ևս խոսենք։ Արդյոք մասնավոր եւ հանրային անձինք նույն կերպ են պաշտպանված, եւ նրանց անձնական կյանքը նույն կերպ պաշտպանված է։ Պատասխանն է ոչ, իհարկե։ Եվ միջազգային ստանդարտները այստեղ հստակ սահմանում են, որ մասնավոր մարդիկ առավել պաշտպանված են, այնինչ հանրային անձինք պետք է առավել համբերատար եւ տոլերանտ գտնվեն հասարակական ուշադրության կենտրոնում հայտնվելու պարագայում։ Բոլոր դեպքերում դա չի նշանակում, որ հասարակական գործունեություն ծավալող անձինք եւ հանրային մարդիկ չունեն անձնական կյանք ունենալու իրավունքը։ Պարզապես այստեղ ցայնզն ավելի բարձր է սահմանված, որովհետեւ եւ հասարակական հետաքրքրությունը ավելի մեծ է։ Սակայն սա չի նշանակում, որ հանրային անձանց ընտանիքի անդամների, մասնավորապես երեխաների մասին կարելի է տեղեկություններ տարածել։ Մեկ այլ շատ կարևոր ոլորտ է, որի մասին հատուկ ուզում եմ խոսել։ Դա բժշկական հաստատություններում մարդկանց ստուգումների, անալիզների, հետազոտությունների տվյալների փոխանցումն է երրորդ անձանց, որը որ համաձայնեցված չի պացիենտի հետ։ Սա անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի կոպտագույն խախտում է, որովհետև յուրաքանչյուր ոք ունի իր առողջական վիճակի մասին տեղեկությունների գաղտնիության իրավունք, եւ այդպիսի փաստաթղթեր կարող են փոխանցվել բացառապես, երբ դրա վերաբերյալ կա հստակ համաձայնություն։ Ինչպես կարելի է պաշտպանել ձեր անձնական կյանքի անձեռնմխելիության խախտված իրավունքը։
Եվ այսպես, ունենք իրականում երկու ճանապարհ՝ քաղաքացիական եւ քրեական։ Քաղաքացիականի պարագայում դուք կարող եք հայց ներկայացնել դատարան եւ պահանջել, որպեսզի հեռացվի ձեր մասին տեղեկատվությունը, պահանջել, որպեսզի ձեզ վճարվի փոխհատուցում, եթե այն արատավորել է ձեր բարի համբավը, կարող եք պահանջել նաեւ ձեր կրած ծախսերի փոխհատուցումը։ Սակայն պետք է հիմնավորեք այդ ամենը։ Երկրորդը կա նաև քրեական օրենսգրքով նախատեսված պատիժ, որ իրականացվում է անձնական տեղեկությունների հավաքագրման եւ տարածման համար, որը առաջացրել է լուրջ վնասներ։ Սակայն սա նաև դառնում է ծանր հանցագործություն, երբ այն իրականացվել է պաշտոնական դիրքի չարաշահմամբ, հատուկ տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ վերաբերել է անչափահասներին եւ երեխաներին։ Ինչ է պետք անել, որպեսզի դուք ինքներդ ձեզ պաշտպանեք եւ ձեր անձնական կյանքը մնա գաղտնի։ Առաջինը, դուք ինքներդ եք պատասխանատու այն տեղեկատվության համար, որը դուք հրապարակում եք այսօրվա թվային դարում համացանցում։ Եվ այն իրավիճակում, երբ դուք ձեր ծննդյան ֆոտոները տեղադրել եք համացանցում, դուք այլևս չեք կարող հույս ունենալ, որ ձեր ծննդյան օրվա միջոցառումը մնում է ձեր անձնական կյանքի գաղտնիքի համատեքստում։ Այդ իսկ պատճառով միշտ վերահսկեք, արդյոք ձեր սոցիալական ցանցերը հանրային են, public, private տարբերակներով, թե թույլատրվում են միայն դիտել միայն ձեր ընկերներին, ում դուք կտաք հասանելիությունը։ Վերահսկեք եւ ստուգեք, արդյոք երբ դուք ինչ-որ կայքեր եք մտնում եւ այնտեղ ձեզ ասում են քուքիներ, ձեր տեղեկատվության հավաքում, օգտագործում, դուք պարզապես սեղմում եք օքեյ բոլոր կոճակներին, թե կարդում եւ հասկանում եք, թույլ տալով ձեր մասին տեղեկությունները հավաքագրել, մշակել եւ օգտագործել։ Միշտ ճշտեք, արդյոք դուք ունեք համաձայնություն այն անձանց նկարները հրապարակելու, ում վերաբերյալ լուսանկարներ դուք հրապարակում եք։ Սրանք այն նվազագույն քայլերն են, որոնց պետք է հետևել, որպեսզի երաշխավորեք անձնական կյանքի գաղտնիությունը։ Անդրադառնամ սկզբում տրված խոստմանս եւ բարձաբանեմ, արդյոք գործատուն միշտ կարող է ստուգել իր աշխատողների աշխատանքային նամակագրությունը եւ հաղորդագրությունները։ Պատասխանն է ոչ, եւ այս իրավիճակը ստեղծվել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով, որն ասել է, որ գործատուն կարող է ստուգել աշխատանքային էլեկտրոնային փոստը, նամակագրությունը եւ հաղորդագրությունները միայն այն բանից հետո, երբ այդ մասին ծանուցում է աշխատակիցներին։ Կյանքի գաղտնիության իրավունքը դա պարզապես թաքնվելու մասին չէ։ Դա ձեր անձնական կյանքը հարգելու իրավունքի մասին է։ Իմացեք ձեր իրավունքների մասին եւ եղեք պաշտպանված։ Շնորհակալ եմ ունկնդրելու համար եւ ուրախ կլինեմ, եթե մեկնաբանություններում թողնեք ձեր պատմություններն այն մասին, թե ինչպես է խախտվել ձեր անձնական կյանքի գաղտնիության իրավունքը եւ ինչ քայլեր եք նախաձեռնել այդ իրավունքի վերականգնման համար։ Հաջողություն։